Որ երկիրը նկատի ունի Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունը, երբ ասում է, թե այլ երկրում հայերի նկատմամբ ճնշում են գործադրում, փորձում միջամտել Հայաստանի առաջիկա ընտրություններին։ Այ որ երկրի անուն նշեին, հետո պետք է ապացույցներ ներկայացնեին, բայց այդ բեռը իրանք թողել են այլ մարդկանց վրա։ Россия, речь идет о России. Առանց հստակ փաստերի ու ապացույցների անկախ դիտորդ դաշինքի անդամ Դանիել Լեոնիսյանն է երկրի անուն հրապարակում, նույնիսկ թվերով, իբրև թե ՖՍԲ-ի ճնշմամբ Ռուսաստանից 80,000 ընտրող է բերվելու 100,000 ռուբլի ընտրակաշառքով։ Այս ամենը հիշեցնում է շատ վատ բեմականացված դետեկտիվ ֆիլմ։ Ես համոզված եմ, որ որևէ փաստական տվյալ չկա։ Ես համոզված եմ, որ որևէ արտառոց հոսք Ռուսաստանից չի լինելու։ Ես համոզված եմ, որ նման նախապատրաստական աշխատանքներ Ռուսաստանում չկան։ Փորձում են Հայաստանի անկախությունը զոհաբերել երրորդ երկրների շահերին։ Հոգևորականներին ու դիմախոսներին է Փաշինյանը մեղադրում, թե իր բերած խաղաղությանը չեն սատարում, պատերազմի կուսակցություն են։ Գնացել է իր արևմտյան տերերին հաշվետվություն տալու, նաև կանաչ լույս ստանալու երկրի ներսում ռեպրեսիաներ անելու համար։ Կանաչ լույսը կա, ամեն ինչ պլանավորված է։ Արտաքին հետախուզական ծառայության հայտարարությանը իրավապահները հրատապ արձագանքեցին։ ՆԳԴ-ից ստացված հաղորդման հիման վրա քննչական կոմիտեն քրեական վարույթ նախաձեռնեց։ Գործ ունենք մեծ ռիսկի հետ, որ այստեղ մոլդովական սցենարի շոր մոդիֆիկացիա է կրկնվելու։ Ֆիլտրումներ, այս տիպի գործերով քրեական, որոնք հիմա կառուցեն, հետո անհրաժեշտ բան մեկի գլխին քիչացնեն, ֆիլտրումների համակարգի իրականացնելու համար ինչ-որ կուսակցության դուրս կթողեն, մյուսի դեմ ճնշումներ կանեն, այն երրորդի մոտ ինչ-որ այլ խնդիրներ կստեղծեն։ Իշխանության զինանոցը այս առումով շատ հարուստ է, որտեղ տիրապետում է ռեպրեսիվ մեքենայի։ Ժողովուրդ։ Մյուս կողմից այս քայլերով իշխանությունը սեփական վախերն է մատնում, ասում է Սուրենյանցը։ Գիտեն, վերջն իրենց համար լավ չի լինի, եթե բիրտ միջամտությունների ճանապարհով չգնան։ Շատ լավ գիտեմ, որ եթե ակտիվ մասնակցություն եղավ, դրա համար են իրանք 80,000 թվի մասին խոսում։ Որ եթե ակտիվ մասնակցություն եղավ, դա բերելու է նրան, որ իշխանությունները պարտվեն։ Ինչ պետք է անի ընդդիմությունը, ընտրական պրոցեսի ու փողոցային պայքարի արդյունավետ միքս պետք է ապահովի, ասում է Սուրեն Սուրենյանցը։ Պետք է պատրաստ ծրագրեր լինեն նաև ֆորս մաժորային իրավիճակների, ինչպես նաև հունիսի 8-ի համար։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։